ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Պարսից ծոցի երկրներ, ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ պետքարտուղարը հունիսի 23-ից 25-ը պաշտոնական այցով կլինի Միացյալ Արաբական Էմիրություններում, Քուվեյթում եւ Բահրեյնում։ Բահրեյնում նա նաեւ հանդիպում կունենա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնում է Ադրբեջան։ Նա Բաքվում կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ համաժողովին, հաղորդում է Էրմենի Հաբերը։ Նախատեսվում է, որ ելույթում Քուրթուլմուշը կանրադառնա Իսրայելին եւ Պաղեստինին, իսլամական երկրների միջև քաղաքական, տնտեսական եւ խորհրդարանական համագործակցությանը։ Այցի շրջանակում նա երկկողմ հանդիպումներ կունենա մասնակից երկրների գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասմուդ Փեզեշքյանի հետ։ Այս տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կապերի վարչության Թվիթերյան էջում։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իրանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգում առկա հարցերը։ Էրդողանը հայտնել է, որ դրական է գնահատում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է տրամադրել հնարավոր ամեն աջակցություն գործընթացի խաղաղապարտ ապահովելու համար։ Թուրքիայի առաջնորդը նաև ընդգծել է բանակցային գործընթացը խաթարելու փորձ կատարող ուժերի նկատմամբ զգոնության կարևորությունը։ Էրդողանը նշել է նոր շրջանում տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը եւ հայտարարել, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել այս նպատակին հասնելու համար։ Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպման ընթացքում Պիտեր Զիջին փոխանցվել է խիստ բողոք կապված հունիսի 18-ին մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված որոշման հետ։ Նշվել է, թե այդ որոշումը իբր անարդար է, կողմնակալ եւ հակասում է միջազգային իրավունքի դրույթներին։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության որոշման մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպան օգտագործումը որպես ինքնուրույն սուբյեկտ իբրև թե հակասում է միջազգային իրավունքին եւ դատավարական ընթացակարգերին։ Հանդիպման ընթացքում փոխանցվել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն մերժում է տվյալ դատական որոշումը եւ ադրբեջանական կողմը կդիտարկի իր օրինական շահերը պաշտպանելու համար բոլոր հնարավոր միջոցները ու կձեռնարկի համապատասխան քայլեր, ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հայ զինծառայողին սպանելու եւ խոշտանգելու, ընտանիքի անդամներին տառապանք պատճառելու գործով Ադրբեջանի դեմ վճիռ է կայացրել։ Միեդի վճռով Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում հայ զինծառայողի ընտանիքին պետք է վճարի 90,000 եվրո իրավունքների խախտման համար եւ 14,210 եվրո դատական ծախսերի համար։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստի մոտ հունիսի 22-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել Թուրքիայի 2 քաղաքացիներ։ Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ տուժածները Պանամայի դրոշով նավարկող թուրքական նավի անձնակազմի անդամներ են։ Թուրքիայի արտգործնախարարությունը ընդգծել է, որ Ուկրաինայում հակամարտության սրման հետ կապված նման միջադեպերը սպառնալիք են ներկայացնում երկրի շահերին եւ Սև ծովում տարածաշրջանային անվտանգությանը։ Անկարան նաև հայտնել է իր մտահոգությունը ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին։ Նախարարությունը նաև հայտնել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի անվտանգությունը Թուրքիայի առաջնահերթությունն է եւ կոչ է արել բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում։ Անկեղծ, եթե ես ձեր տեղը լինեի, այս խելոք կլռեի, ձեր ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձենը դիճսրա։ Արա լսի այդտեղ են դու ես այդտեղ արա։ Հանգստացություն դավայ ստուց։ Դուրս կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանիելյան։ Այս խոսքերից հետո Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ ցեսկրտուք է սկսվել ընդդիմադիր Մայր Հայաստան եւ իշխանական քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջև։ Այնուհետև փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կոչ է արել դահլիճից դուրս հրավիրել Երևանի ընդդիմադիր ավականու անդամ Գևորգ Ստեփանյանին եւ մյուսներին։ Ցեցկրտուքը նիստերի դահլիճից տեղափոխվել է Միջանցք։
2026 թվականի ընտրությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն այլևս չի հանդուրժելու ընտրակեղծիկ ընտրակաշառք եւ քաղաքացիների կամքի խեղաթյուրում, այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այո, այս ընտրություններում եղել են նման փորձեր, սակայն քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը մերժեց դրանք, նշել է Ավինյանը։ Ապա Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ իր ելույթում Տիգրան Ավինյանը Փաշինյանի ոճով սպառնալիքներ է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին։ Հենց այս sense պետք է ընտրակաշառքով փորձը կատարեիք, գնայիք գլխով պատին խփեիք, գլուխները ջարդեիք ու հիմա էլ կաշիները քերթվելու է։ Բոլոր ընտրակաշառք բաժանողներին։ Բոլորինը ու այո, պարոն Թորոսյան, այն կոնկրետ ընտրակաշառք բաժանողներին, ովքեր որ այս պետության դեմ փորձել են հանցանք գործել եւ փաստացի չի ստացվել։ Կաշիները քերթվելու է։ Ես ձեզ խոստանում եմ, այս ձեր աչքի առաջ։ Դուք էլ ծափեք տալ։ Ապացույցները ինձ թվում այնքան ողողված է ապացույցներով մեր համացանցը, թե ինչա տեղի ունեցել այս ամբողջ process-ում, ում ինչքան փող են առաջարկել, ու առհասարակ նաև ժողովրդի նկատմամբ այդ վերաբերմունքը, մարդկանց լեզվա մտածողությունը, այս սեփական ժողովրդի նկատմամբ իրենք ոնց են վերաբերվում, ոնց են խոսում սեփական ժողովրդի մասին, խոսում այդ մարդկանց որակների մասին, խոսում այդ մարդկանց տեսակի մասին։ Խոսում այդ մարդկանց մինչ հեղափոխականը այդ էլիտաների մաս կազմելու մասին, որովհետև մենակ այն ժամանակ էր ժողովրդի մասին այդ տեսակ կարծիք շրջանառվում։ Երևան-Գյումրի էլեկտրագնացքի գրաֆիկը հաղթվել է դալարի կայարանում տեղի ունեցած վթարի պատճառով 14:25-ին նախատեսված ուղերձը չի կայանա, այս մասին հայտնել են Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 11:55-ին Արմավիրի մարզում բենզատարը բախվել է կոնտեյներային գնացքին, բախման հետևանքով վնասվել են շարժակազմը եւ կոնտակտային ցանցը։ Վթարի հետևանքով բենզատարի վարորդը հոսպիտալացվել է, նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմից 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանոթագիր են ստացել եւս երկու հոգեվորական, այս մասին հայտնել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արտենյանը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմից 4 քահանա ծանոթագրեր են ստացել, երկուսն արդեն պիտի գնան վարժական հավաքների, մեկը հիմա զինկոմիսարիատում է, սպասում են որոշման, մյուսին էլ կրկնակի բուժզննում է նշանակվել, նշել է Տեր Եսայի Քահանա Արտենյանը։ Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ, ինչպես միշտ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ։ Մենք պատրաստ ենք Կիևի հետ խոսել, ինչպես միշտ։ Մենք պատրաստ էինք խոսել Ստամբուլում 2022 թվականին, երբ ուկրաինացիները ներկայացրեցին իրենց առաջարկները այն պայմանների վերաբերյալ, որոնցով կարելի է դադարեցնել այս հակամարտությունը, միաժամանակ ապահովելով Դոնբասի օրինական շահերը, նշել է Լավրովը։ Եվրամիությունը համառորեն փորձում է ներկայացնել ամբողջ արևմուտքը, բայց այն չի կարողանում անաչառ լինել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, քանի որ այն Կիևի կողմն է, ասել է նախարարը։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարան ուժեղացված անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովին ընդառաջ։ Հունիսի 28-ից հուլիսի 10-ը Թուրքիայի մայրաքաղաքում արգելվելու են հանրահավաքները, ցույցերը, մամուլի ասուլիսները, տաղավարների վրանների տեղադրումը, թռուցիկների եւ պաստառների տարածումը։ Ավելին, արգելքը կվերաբերի նաեւ անօդաչու թռչող սարքերի շահագործմանը առանց կառավարության թույլտվության, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Հակահաբեկչական գործողությունների շրջանակներում թուրքական իշխանությունները ձերբակալել են 209 անձի։ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում 2026 թվականի հուլիսի 7-ից 8-ը։ Իրավապահներն այսօր խուզարկել են Իշխան Սաղաթելյանի բնակարանը, այժմ փորձում են խուզարկել նրա ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը, նշելով, որ ոչինչ չի հայտնաբերվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական եւ վարութային գործողություններ։ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով իր տանը տեղի ունեցած խուզարկություններին մանրամասներ է ներկայացրել։ Քիչ ծիծաղելի հոդվածներով է, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացնում, դահակի պահանջները չկատարելու, չգիտեմ, սենց ինչ-որ անհասկանալի բանով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, չգիտեմ, քննչական մեծ խումբով, ծիծաղելու այս ամեն ինչ, էլի լուրջ։ Արգրավեցին տան զարդերը, որոշ
կանխիկ գումար։ Երևանի ավականու նիստում ընդունվել է որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ Թագավորի անունը։ Նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի թվում։ Ավականու ընդդիմադիր անդամները փորձ կատարեցին հարցը դարձնել զեկուցվող, սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց առաջարկին եւ նախագիծը հաստատվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Պլանավորվում է էլեկտրական ավտոբուսների գնում, այս պահի դրությամբ կառավարության ներդրումային կոմիտեի օրակարգային քննարկման հարցերից մեկը էլեկտրական ավտոբուսների մասին հարցն է, այսպասին Երևանի ավականու նիստին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Առաջարկվում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ, որը ժամանակ անց վերլուծությունները կամբողջացնենք։ Հետագայում Երևանն էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու եւ չի շահագործելու։ Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի, ասել է Տիգրան Ավինյանը։ 2026 թվականի հուլիսի 1-ից 3-րդ երկրներից ներմուծվող եւ ներքին սպառման համար բաց թողում մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեի կայքից, պահանջը վերաբերում է հետևյալ տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին՝ օծանելիքակոսմետիկական արտադրանք, մրգերից եւ բանջարեղենից ստացված հյութամթերք, հատուկ նշանակության սննդամթերքի որոշ տեսակներ, այդ թվում դիետիկ բուժիչ եւ դիետիկ կանխարգելիչ սնունդ, ծխախոտային արտադրանք, փաթեթավորված խմելու ջուր, այդ թվում բնական հանքային ջուր։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութի խմբաքանակ կուղարկվի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ վաղը Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 6 վագոն պարարտանյութ։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայթյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Խուդայթյանը բարձր է գնահատել ԵՄ շարունակական աջակցությունը Հայաստանի բարեփոխումների եւ զարգացման օրակարգին։ Նախարարը կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր դինամիկան, այդ թվում կապակցվածության ոլորտում։ Մարտակոսը շնորհավորել է նախարարին ազգային ժողովի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ եւ հավելել, որ ԵՄ աջակցությունը Հայաստանի շարունակական է լինելու։ Հայտնել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Ասո կամքով այս բանակցությունների ընթացքում վերջնականապես կլուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչ այս նպատակին հասնելը մենք կշարունակենք աջակցել Լիբանանին, նշել է նա։ Կանադայի Մոնրեալի հրեական թաղամասում երկուշաբթի օրը կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 1 ոստիկան, 1 քաղաքացիական կանանց եւ ինքը կրակողը, հայտնում է CBC-ն։ Դեպքը տեղի ունեցել երկուշաբթի առավոտյան Մոնրեալի խիտ բնակեցված Կոտ-դե-Նեժ թաղամասում։ Ըստ տեղեկությունների, կրակոցները տեղի են ունեցել հրեական թաղամասում գտնվող Hilton հյուրանոցի մոտ։ Դեպքից հետո հրեական դպրոցները ժամանակավորապես փակվել են։ Քվեբեկի վարչապետ Քրիստին Ֆրեշետը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ խորապես ցնցված է միջադեպից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմից ակնարկել է, որ Գրենլանդիան կարող է դառնալ ԱՄՆ-ի 51-րդ նահանգը մինչև Միացյալ Նահանգների անկախության 251-րդ տարեդարձը։ Գրենլանդիայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջեֆ Լենդրին սոցիալական ցանցում շնորհավորել է Գրենլանդիայի բնակիչներին ազգային օրվա կապակցությամբ եւ նշել. «Թող այսօրը հիշեցնի ձեր հարուստ մշակույթի, ավանդույթների եւ արժեքների մասին, որոնք ձևավորում են ձեր ժառանգությունը։ Քանի որ Ամերիկան մոտենում է իր անկախության 250-ամյակին, մենք միանում ենք ազատության ու հնարավորությունների տոնախմբությանը։ Հնարավոր է, որ Ամերիկայի 251-րդ տարեդարձը մենք արդեն նշենք 51-րդ նահանգի ավելացմամբ»։ Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուն կլինի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարել է, որ Էրդողանը միանշանակ հանդիսանում է կուսակցության նախագահի թեկնածուն եւ կուսակցության բոլոր մարմինները վճռական դիրքորոշում ունեն այս հարցում։ Միևնույն ժամանակ, ըստ թուրքի թերթի, կուսակցության ղեկավարությունը հակված է նախագահական ընտրությունները անցկացնել 2028 թվականի գարնանը տնտեսության լրացուցիչ ժամանակ տալու համար։ Էրդողանը սակայն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները պետք է անցկացվեն սահմանված ժամկետում 2028 թվականի մայիսին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը թույլատրել է իրանական նավթի հետ կապված գործարքները։ Լիցենզիան ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 21-ը։ Միաժամանակ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել սկսել իրանական ցակման էներգակիրների ներմուծումը, եթե դա անհրաժեշտ լինի դրանց վաճառքի, մատակարարման կամ բեռնաթափման համար։ Իրանական նավթի եւ դրա հետ կապված արտադրանքի գնման վճարումները նույնպես հնարավոր կլինի կատարել ԱՄՆ դոլարով։ Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ֆրանցիսկո Գուտերեշը մահացել է 71 տարեկան հասակում։ Կառավարությունը հայտարարել է 7-օրյա ազգային սուգ, հաղորդում է Տատոլի լրատվական գործակալությունը։ Ասիական ազգի նախկին առաջնորդը մահացել է Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրի բժշկական հաստատությունում, որտեղ բուժում էր ստանում։ Սգո ժամանակահատվածում հունիսի 22-ից 28-ը ազգային դրոշները կիսով չափ կիչեցվեն ամբողջ երկրում եւ Արևելյան Թիմորի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում։ Գուտերեշը ծնվել է 1954 թվականին Օսոյում։ 2002-ից 2007 թվականներին նա եղել է երկրի խորհրդանենի խոսնակ։ 2017 թվականին նա հաղթել է Արևելյան Թիմորի նախագահական ընտրություններում, ստանալով ձայների 57.1%-ը։ Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում երկրի հնան աճել է 15%-ով։ Ռուսաստանի եւ Բելարուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսում են քննարկում ունենալ մոտ ապագայում, ի թիվս այլնի, քննարկելու նաեւ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները Մինսկի հասցեին եւ այլ հարցեր։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը։ Ալեքսանդր Գրիգորիևիչը նույնպես խոսել է այս մասին, նրանք նախատեսում են քննարկում ունենալ մոտ ապագայում, սա լավ հնարավորություն կլինի քննարկելու այս եւ այլ հարցեր, նշել է Պեսկովը։ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին մեկնել է Շվեյցարիա գլխավորելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հուշագրի իրականացման վերաբերյալ փորձագիտական խորհրդակցություններում իրանական պատվիրակությունը, հաղորդում է ISNA լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով բանակցությունների նոր փուլը կսկսվի երկուշաբթի հունիսի 22-ին։ Խորհրդակցություններին կմասնակցեն նաեւ միջնորդ երկրների Պակիստանի եւ Քաթարի ներկայացուցիչները։ Ադրբեջանը Թուրքմենստանին լցանավ է նվիրել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դոստլուկ լցանավը Թուրքմենստանին հանձնելու արարողությունը տեղի ունեցել առցանց ռեժիմով Իլհամ Ալիևի եւ Սերդար Բերդիմուհամեդովի մասնակցությամբ։ Լցանավը կառուցվել է Բաքվի նավաշինարանում։ Նավն ունի 141 մետր երկարություն, 16.9 մետր լայնություն։ Պակիստանը եւ Քաթարը համատեղ հայտարարություն են տարածել ԱՄՆ-Իրան միջնորդության բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո։ Որոշում է կայացվել ստեղծել բարձր մակարդակի կոմիտե, որին հաշվետու կլինեն բանակցային պատվիրակությունների ղեկավարները։ Համաձայնեցվել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև վերջնական համաձայնագրի մշակման ճանապարհային քարտեզը եւ կողմերի միջև հաստատվել է հաղորդակցության գիծ։ Տեխնիկական խմբերը շաբաթվա ընթացքում Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կշարունակեն խորհրդակցությունները մի շարք հարցերի շուրջ։ Բանակցողները համաձայնության են եկել ստեղծել խումբ հակամարտությունները լուծելու, այդ թվում Լիբանանում հրադադարի ապահովման համար։ Բելգիայի ազգային հավաքականի եւ Մադրիդի Ռեալի դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է իր ապագայի եւ կարիերան ավարտելու հնարավոր ժամկետներին։ Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար։ Ես ցանկանում եմ եւս 4-5 տարի խաղալ Ռեալում, իսկ հետո ավարտել կարիերաս։ Բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բարեկամներ, ողջունում եմ ձեզ։ Ես այս պահին հիմա գտնվում եմ Իրանի ամենահարավային հատվածում, Հորմուզ կղզում, այո, դուք սխալ չլսեցիք, Հորմուզ կղզում, որը գտնվում է Հորմուզ նեղուցի մեջտեղում ըստ էության։ Իմ հետևի մասում, հետնամասում դուք տեսնում եք այն նավերը, որոնք արգելափակված են դեռևս պատերազմային հատվածից, երբ Իրանը որոշեց արգելել, այսպես փակել այդ ճանապարհը նավերի համար եւ այդ նավերը, որոնք կանգնած մնացին մինչեւ օրս, շարունակում են լինել այստեղ եւ նրանց ըստ էության շարժը դեռևս որևէ ընթացք չի տրված, այսինքն կախյալ վիճակում են, կախված վիճակում են գտնում իրենց կարգավիճակը, մարդիկ, նավաստիներ եւ այլն շարունակում են մնալ նավերի վրա։ Հիմա քաղաքական հատվածը, իհարկե շատերը սպասում են, որ համաձայնագիրը կամ հուշագիրը ստորագրելուց հետո նեղուցը կբացի, որովհետև շատերը այդ Միացյալ Նահանգների համար ամենակարևոր կետերից մեկը նեղուցի բացման հարցն է, որպեսզի Իրանը թույլ տա, որ նավերը շարունակեն երթևեկը, ինչպես որ եղել է մինչև պատերազմը, սա երկար ըստ էության կարծում եմ պրոցես է, այսինքն այնպես չէ, որ անմիջապես թղթին հանձնած պայմանները անմիջապես ի կատար են ածվելու։ Սա ուղղակի էլի կրկին մի փոքր ակնարկ առայն, որ ամեն ինչը չէ, որ փաստաթղթով ինչ որ ֆիքսվում է, անմիջապես իրականանում է իրական ռեալ կյանքում։ Ես տեսնում եմ այս նավերը, տեսնում եմ նաև այն քննարկումները, որոնք Իրանի ներսում տեղի ունենում այսօր, տարբեր կարծիքներ, համաձայն, չհամաձայն լինելու պայմանների քննարկումը, թե որքանով է այն հուշագիրը, որը ստորագրվել է, նպատակահարմար, գիտենք, որ Իսրայելը բավականին դեմ է եւ կոշտ է արտահայտվել, ամերիկյան որոշ գործիչներ դեմ են արտահայտվել, Միացյալ Նահանգների շատերը կողմ են արտահայտվել, Իրանում եւս տարբեր կարծիքներ կան։ Սա այն բարդ կողմերի մասին է խոսում արտաքին քաղաքականության, երբ շատերը հաճախ նաև Հայաստանում արտկանցում է, որ արտաքին քաղաքականության, այդ թվում Հայ-Ադրբեջանը ես հատուկ եմ միշտ այդ զուգահեռները անցկացնում, որպեսզի մենք կոնտեքստից դուրս չլինենք։ Հաճախ պատկերացնում, որ ամեն ինչ կարող է շատ հանգիստ, շատ արագ, շատ կտրուկ ձևով փոխվել եւ հարություն աշճանով շրջել ամբողջ ընթացքը։ Դա այդքան էլ այդպես չի, եթե ոչ ընդհանրապես այդպես չի։ Ես կշարունակեմ եւս մի քանի ռեպորտաժ անել Իրանից, նորից հիշեցնեմ, որ ես այս պահին Հորմուզի հենց նեղուցի վրա եմ, Հորմուզ կղզու վրա, որը ինչ որ առումով այդքան էլ այցելուների համար բաց չէ, այստեղ ապրում են մարդիկ Հորմուզի կղզում, բայց այն հիմնականում ավելի շատ կարելի ասել կատարում է որոշակի ուղակի ծովային, այսպես ասած, գործառույթ եւ այստեղով նավերը անցում գնում են, որոնց երթևեկը, ինչպես արդեն նշեցի, այս պահին կանգնած է։ Ես ուզում եմ, որ դուք հետևեք մեր այս աշխատանքներին, Եվրամեդիայի 24-ի աշխատանքներին եւ նաեւ ձեր արձագանքներով, ձեր արձագանքները եւ հարցերը հղեք, եթե դրանց կարիքը կա։ Շնորհակալություն, շարունակեք հետևել մեր աշխատանքներին, ձեզ հետ է քաղաքագետ Գևորգ Միլքյանը Իրանից։ ԱՄՆ փոխ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ նրա վրա ճնշում գործադրելու եւ Ուկրաինայի աջակցելու ուղիների մասին։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան, ԵՄ Մոլդովա գագաթնաժողովից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցավոք մենք այժմ բանակցությունների մասին չենք խոսում, ասել է Կոշտան, որի կարծիքով Մոսկվան պատրաստ չէ երկխոսության։ Նա նշել է, որ Եմեն ցանկանում է միջնորդ լինել, այն կանգնած է Ուկրաինայի կողքին եւ աջակցում է Ուկրաինային։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպես ավելի վաղ հիշեցրել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բազմիցս ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Եվրոպայի հետ բանակցությունների։ Ընդ որում Եվրոմիությունը նշել է Պեսկովը հիմարությունից կամ անկարողությունից մոլորված է, փորձելով Ռուսաստանի հետ խոսել ուժի դիրքերից կամ ելնելով ՌԴ-ի իբր թուլությունից։ Փամբագետում 8-րդ օրը հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականին ծնված Մարինե Մարտիրոսյանի մարմինը։ Որոնողական աշխատանքներին ներգրավել էին փրկարարական եւ ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաեւ նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրիլա խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Օնիրիա Club ՍՊ խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել, այս մասին հայտնել է Պապոյանը, կից հրապարակելով համապատասխան փաստաթուղթը։ Հունիսի 22-ին ժամը 11:43-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք փրկարարծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին մարվել, 12:35-ին այրվել է ննջասենյակը գույքով։ Փրկարարները տարհանել են 8 քաղաքացու, 2 քաղաքացի տեղում ստացել է համապատասխան օգնություն։ Մախաչկալայի օդանավակայանում վայրեջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ։ Նրանք մեկ այլ ինքնաթիռով կուղևորվեն Մոսկվա, հաղորդում է Ինտերֆաքսը։ Հիշեցնենք, Boeing 737-800 ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որը պատկանում է Pobeda ավիաընկերությանը, այն Գյումրու Շիրակ օդանավակայանից թռել է ժամը 12:24-ին, դրանից շուրջ 1 ժամ անց տագնապի ազդանշան տվել եւ սկսել իջնել 3000 մետր բարձրությունից։ Ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռը կատարել է շեղում դեպի Մախաչկալա եւ մասնագետները այժմ ստուգում են ինքնաթիռի տեխնիկական վիճակը։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման ծրագրով նախատեսված է ամբողջությամբ վերականգնել երթևեկելի հատվածն ու հետիոտնային գոտիները, նորացնել դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգը, ինչպես նաև իրականացնել հենարանների վերականգնում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ներկայիս տեմպը բավարար է, սակայն կարևոր է պահպանել այն եւ աշխատանքներն ավարտել նախապես սահմանված ժամկետներում։ Ներկայացվել է նաև, որ արդեն կայացել է Լամբատա կամրջի հիմնանորոգման մրցույթը։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում հունիսի 22-ին առավելապես երեկոյան ժամերին 23-ին 25-ից 26-ը կեսօրից հետո առանձին շրջաններում 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 25-ից 26-ը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 23-ի երեկոյան 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։